Ուսումնասիրության ժամկետի պահպանում, ապացույցի հասանելիության, համարժեքության խնդիր, գույքի օրինականության պարզման ուղղված քայլեր։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտում այս եւ մյուս էական հարցերը մասնագիտական համայնքի դիտակետում են։ Ինչ կարծիք է հայտնել Վենետիկի հանձնաժողովը եւ ինչ խոչընդոտներ է առաջանում դատավարության ընթացքում։ Մանրամասները տեսանյութում։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով առկա օրենսդրական բացերը որոշակի առումով խնդրահարույց են մասնագիտական համայնքի այդ վարույթներով դատավարական պրոցեսի մեջ գտնվող կողմերի համար։ Դատավարական գործընթացում մշտապես խոսվում է ուսումնասիրության ժամկետների ու օրենսդրական բացառությունների մասին։ Օրենքով ուսումնասիրության համար սահմանված է 10 տարվա վաղեմության ժամկետը, սակայն կա բացառություն, որ եթե ապացույցները պահպանվել են, կարող են ժամկետները հոսել մինչև 1991 թվականի սեպտեմբերի 21-ը։ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը խնդրառույց է համարում այս 30 տարի եւ ավել ժամկետների կիրառումը, բացի այդ նշում է, որ եթե որոշում է ընդունվում 10 տարուց ավելի երկար ժամկետներ կիրառել, ապա պետք է դրա հիմքում դրված լինեն օբյեկտիվ չափորոշիչներ։ Բացի այս գործերով մասնագիտական համայնքը խնդրահարույց է համարում մոտարերկրյա որևէ երկրում անձին պատկանող գույքի օրինականության պարզման ուղղված ոչ միասնական մոտեցումը։ Կարեն Զադոյանը մեզ հետ զրույցում նշում է, որ եթե պատասխանող կողմը դատարանում նմանատիպ խոչընդոտի է բախվում, ապա այդ դեպքում կիրառելի է տվյալ պետության օրենսդրական կարգավորումը ու այս առումով հայաստանյան դատարանները եւս պետք է որոշակի ստանդարտներ կիրառեն։ Եթե մեր պետական մարմինները դա վիճարկում են, ապա պետք է հենվեն տվյալ պետության պետական մարմինների որոշումների վրա, այսինքն ապօրինի ծագում ունենալու հանգամանքը պետք է փաստարկվի կոնկրետ տվյալ պետության մարմինների, տվյալ պետության իրավազորության եւ իրավունքի օրենսդրության հիման վրա։ Բացի այլ երկրում գտնվող գույքի օրինականության պարզման այս խնդրահարույց դեպքից, պատասխանող կողմի համար կարող են լրացուցիչ բարդություններ առաջանալ հայցվոր կողմից պահանջվող ապացույցի ներկայացման առումով։ Արդյոք դա պահպանվել ու հասանելի է պատասխանողին։ Վենետիկի հանձնաժողովը եւս նշել է, որ այդ ապացույցները կարող են անհասանելի լինել պատասխանողների համար, դատարանը չի կարող պահանջել այդ ապացույցը, իսկ չներկայացնելու դեպքում այնպիսի որոշում կայացնել, որը կմեկնաբանվի ի վնաս պատասխանողների։ Կարծում եմ Սահմանադրական դատարանը նույնպես իր որոշմամբ նաև պետք է այս հարցին նույնպես անդրադարձ կատարի, որովհետև նաև սրանից կախված մենք պետք է ունենանք նաև մեր օրենսդրության լավարկումը, բարեփոխումները, ինչ նախատեսված է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությամբ, որը նախատեսված է 23-ից 26 թվականների համար։ Ապացուցման շրջանակը պետք է համաչափ եւ կանխատեսելի լինի, նշում է Կարեն Զադոյանը, ընդգծելով, որ իրավասու մարմիններն այս առումով ունեն որոշակի գործիքակազմ այդ ապացույցները ներկայացնելու համար, այդ թվում Հայաստանում չգտնվող գույքի մասով։ Միաժամանակ իրավասու մարմինը պետք է պահպանի իրավական փոխօգնության ընթացակարգը, որի շրջանակում կարող է այլ երկրից հայցել եւ ստանալ այդ ապացույցները։ Դատարանը չի կարող անհամաչափ բեռ դնել պատասխանողի վրա, որպեսզի ներկայացնի ապացույցներ, նաև հաշվի առնելով այն, որ տվյալ ապացույցները կարող են անհասանելի լինեն պատասխանողներին։ Քաղաքացիական գործերով նմանատիպ վեճի առարկա է նաև Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին եւ նրան փոխկապակցված անձանց վարույթը, որտեղ հայցվոր կողմը պատասխանողից պահանջում է ներկայացնել Վահագն Վերմիշյանի կնոջ Մարգարիտ Վերմիշյանի Ռուսաստանի Դաշնությունում գտնվող գույքի վերաբերյալ տվյալները։ Իրավաբան նետի հետ զրույցում պատասխանող Վահագն Վերմիշյանի ներկայացուցիչ հաստաբան Ինգա Սարաֆյանը նշում է, դատավարական պրոցեսում իրավասու մարմնի թերի ուսումնասիրության արդյունքում նմանատիպ խնդրի են բախվել։ Թեպետ մենք արդեն իսկ ներկայացրել ենք այդ ապացույցը դատարան, սակայն մենք չենք կարծում, որ դա որևէ կերպով կարող է ազդեցություն ունենալ գործի վրա, քանի որ օբյեկտիվ գնահատականի արժանանալու պարագայում այս ապացույցը պարզապես եւս մեկ անգամ կվկայի այն մասին, որ այո, Ռուսաստանի Դաշնության տարածքում գույք է ձեռք բերվել եւ այդ գույքից հետագայում որոշակի եկամուտներ են ստացել, իսկ այդ եկամուտները, որոնք ստացվել են, հստակ
որպես օրինական եկամուտ սահմանվում են հենց նույն ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքով։ Փաստաբանի խոսքով ոչ միայն այս, այլև իրենց կողմից հայցադիմումի ուսումնասիրության մյուս փուլերում նկատելի է եղել ոչ ամբողջական տեղեկատվության տրամադրումը, օրինակ, իրենց վստահորդի եկամուտների, աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունների մասով։ Այս ապացույցը այս փուլում պահանջելը, որի մասին խոսում էինք, դա եւս մեկ անգամ վկայություն է այն մասին, թե ինչքան թերի է իրականացված ուսումնասիրությունը, իսկ ամբողջական լրիվ ինֆորմացիա կուտակելու դեպքում մենք էապես այլ պատկեր կունենանք։ Գործում ըստ Վահագն Վերմիշյանի մյուս ներկայացուցիչ փաստաբան Արմեն Մելքումյանի բացակայում է օրենքով սահմանված կարգով այն գործիքակազմը, որը վերաբերում է միջպետական, միջկառավարական համաձայնագրերի ուսումնասիրմանն ու համապատասխան տեղեկատվության ստացմանը։ Մենք բախվել ենք նման իրավիճակ մեր վստահորդի հետ կապված պարոն Վերմիշյանի, որտեղ ըստ էության վերջինս առհասարակ Հայաստանում չիրականացնելով որևիցե գործառույթ կամ գործողություն կամ որևիցե ձեռնարկատիրական գործունեություն 30 տարի ապրելով Ռուսաստանի Դաշնությունում եւ քաջ գիտակցելով նման տեղեկատվության վերաբերյալ դատախազության որևիցե ձևով հենց այդ վերջինից վերաբերյալ որևիցե տեղեկատվություն հարցումներով չի կիրառել հենց այդ գործիքակազմը, որի մասին ես նշեցի եւ ըստ էության սահմանափակվել է Հայաստանի Հանրապետության սահմաններով եւ մենք հենց այս որպես այդպեսին մենք ենք իրականացնում հենց տնային աշխատանքը, որ ըստ էության պետք է աներ դատախազությունը։ Արմեն Մելքումյանի խոսքով դատարանը բավարարել է հայցվորի միջնորդությունը պատասխանող կողմին պարտավորեցնելով բացի Ռուսաստանի Դաշնությունում գտնվող գույքի պետական գրանցման մասին փաստաթղթից ներկայացնել նաև դրա արքու վաճառքի պայմանագիրը։ Դատարանը չի կարող նման փաստաթուղթ ուսումնասիրել առանց Ռուսաստանի Դաշնության ուզրությունը հաշվի առնելու եւ մեր գնահատմամբ այս որպես այդպեսին նման փաստաթուղթ պահանջել է դատախազության կողմից տրամաբանությունից դուրս է եւ առհասարակ վերաբերելի չի սուն քաղաքացիական գործի հետ կապված։ Հարկ է ընդգծել նաեւ, որ Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է նաեւ միեդի պրակտիկային, նշելով, որ գույքի բռնագանձման վարույթները համապատասխանում են եվրոպական ստանդարտներին։ Պատասխանողները պետք է ունենան այն բոլոր հնարավորությունները, որոնց շրջանակներում կարողանան արդյունավետորեն վիճարկել իրենց սեփականության իրավունքի նկատմամբ կատարվող միջամտությունները։ Անդրադառնալով այս եւ նմանատիպ այլ քաղաքացիական գործերին, Կարեն Զադոյանը նշեց, Վահագն Վերմիշյանի գործում եւս ապացույցների անհասանելիության խնդիր կա։ Հայաստանի Հանրապետության դատախազությունը ունեցել է հնարավորություններ եւ բավականաչափ ժամանակ գործիքակազմեր, որպեսզի այդ ապացույցները պահանջեր Ռուսաստանի Դաշնությունից նաև իրավական փոխօգնության կառուցակարգերի շրջանակներում, նաև իր կողմից ուսումնասիրության իրականացման փուլի շրջանակներում։ Ուշադրության է արժանի հակակոռուպցիոն կառուցակարգի կիրառումը, որտեղ անդրադարձ է կատարվում այն անձանց, որոնք զբաղեցնում են պետական պաշտոններ։ Մեր զրուցակիցները նշում են, Ռուսաստանում գտնվող եւ Վերմիշյանին պատկանող գույքը ձեռք չի բերվել այն ժամանակաշրջանում, երբ վերջինս պետական պաշտոն է զբաղեցրել։ Սա հակակոռուպցիոն կառուցակարգ է եւ ուղղված է կոռուպցիայի կանխմանը, հակազդմանը հենց պետական համակարգում, հանրային համակարգում, պաշտոնատար անձանց պետական ծառայողների շրջանակում։ Վահագն Վերմիշյանի ներկայացուցիչները խնդրու առարկա գույքի վերաբերյալ նաև այլ խնդիրներ են նկատում։ Հայցվոր կողմը հայցի հիմքի եւ առարկայի շրջանակներից դուրս ապացույց է պահանջում, որը տվյալ դեպքում չի կարող գնահատականի արժանանալ։ Իրավասու մարմինն իր ուսումնասիրության շրջանակներում սահմանափակվել է միայն Հայաստանի Հանրապետության տարածքով։ Որից ապացույց չի ներկայացվել դատախազության կողմից, որ Հայաստանում ձեռք բերված 4 կտոր գույքը ըստ էության ձեռք է բերվել ոչ օրինական ճանապարհով, քանի որ դատախազությունը կրկնում եմ ըստ էության եկամուտները պարոն Վերմիշյանի գնահատել Հայաստանի Հանրապետության սահմանների ներսում, այլ առհասարակ դրանից դուրս որևիցե ուսումնասիրություն չի իրականացրել, թե քաջ գիտակցելով տեղեկանելով, որ վերջինս 30 տարի ապրել է, արարել է, ստեղծել է, ստեղծագործել է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Իրավաբանների հայկական ասոցիացիան ունենալով հսկայական փորձառություն, կանգնած լինելով հակակոռուպցիոն կառուցակարգերի Հայաստանում ներդրման ակունքներում, այսօր նախաձեռնել է պրոդուկտների թողարկում, այսինքն խորհրդատվական կարծիքներ, որոնք մենք կներկայացնենք դատարաններ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով, դատարանների ուշադրությունը
այս հարցի վրա սևեռելու եւ նրանց կողմից դիտարկելու համար։